ազգային ժողովում հայտարարել էր, որ Մեծամորի ատոմակայանի փակումն ապահովել է ստանձնել եք դուք համաձայն ՍԵՊԱ-ի, ինչու պիտի ատոմակայանը փակվի եւ էներգետիկ ոլորտում Հայաստանի ապագան ինչպես է։ Չէ, դուք ճիշտ չեք մեջբերում։ Հայաստանի կառավարիչը ասածը նա ասում էր 36 թվական, հա, եթե լավ հիշեք։ Եթե գնաք, ինքներդ կարող եք, չէ, ՍԵՊԱ-ն վերցնել, նայել, արդյոք ՍԵՊԱ-ի այդպիսի բան կա։ Չկա։ Իսկ ցանկացած ատոմակայան, նույնիսկ ոչ միայն ատոմակայան, այլ, չգիտեմ, ցանկացած հաստատություն ինչ-որ պահի պետքա փակվի։ Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, մենք պայմանավորվել ենք, բանակցել ենք 20 տարի երկարացնելու պայմանով եւ շնորհիվ այդ բանակցությունների այսօր ատոմակայանը գործում է։ Եվ հələ իրանք էլ ինչ-որ բան են հավելում, որ իբր թե պայմանավորում են մինչեւ 46 թվականը երկարացնելու։ Բա իրենց շատ ջանասիրաբար սատարողների հետ ստորագրած փաստաթուղթ ինչու չեն կատարում, եթե մենք այդպիսի բան ենք պայմանավորվել։ Նորից եմ ձեզ խորհուրդ տալիս, ինքներդ բացեք ՍԵՊԱ-ն եւ տեսեք, այնտեղ այդպիսի բան կա թե չկա։ Ինչ հանգամանքներ են ազդելու, որպեսզի դուք ի վերջո որոշում կայացնեք, 3 ամիս է արդեն մնացել ընտրություններին։ Մենք այսօր մեր բոլոր ուսումնասիրություններով, այն ուսումնասիրություններով, որոնք ժամանակին կանխատեսել են տարբեր ընտրություններ գրեթե 100% ճշգրտությամբ։ Այդ թվին 21 թվականինը, Գյումրիինը, Էջմիածինը, նույնիսկ Գյումրիի Յավկան մասնակցությունն են կարողացել, աննախադեպ մասնակցություններ կարողացել են ճիշտ կանխատեսել։ Մենք այսօր անցողիկ ենք, բայց նորից եմ ասում, խնդիրը հետևյալում է, կան նաև այլ հանգամանքներ, որ պարզ է, չէ, ես հրապարակավ դա չպիտի հիմա ասեմ, այդ հանգամանքների ճշգրտումից հետո մենք արդեն կորոշենք։ Այո։ Պարոն Սարգսյան, ես կարծում եմ մինչև միգուցե հաջորդ ամսվա վերջը կամ ապրիլի սկզբի օրը։ Մենք համագումարում ենք, մենք խորհրդակցենք նաև մեր պատվիրակների հետ, մեր ակտիվի հետ։ Իսկ ձեր կանխատեսումներին չեն ցույց տալիս Գյումրիի օրինակով հնարավոր է խորհրդարանում ընդդիմադիր Այսօր ես չեմ կարող դա ասել։ Այսօր չեմ կարող ասել։ Ես իմ խոսքերի համար միշտ պատասխանատու եմ դրա համար, որևէ ժամկետներ զգուշավորությամբ եմ ասում։ Երբ որ կգա ժամանակ, երբ որ ես համոզված կլինեմ, անպայման կհայտարարեմ մինչև ընտրություններ։